այս 2 օրը եւ այսօր Տավուշի մարզում հատկապես 3 հիմնական թեմա էին քաղաքացիները մեր շոշափում խաղաղությունը, սահմանների անվտանգություն, երկրորդը առողջապահական մեր վերջին բարեփոխումները, առողջապահության ապահովագրությունը եւ թոշակների բարձրացումը։ Այս 3 թեմաներ, որ հիմնական ողջավորություններ առաջացրել Տավուշում հատկապես։ Իջևանում մեր թոշակառու հայրենակցի արած վերլուծությունը ինձ օրինակ զարմացրեց շատ, որովհետև շատ դիպուկ էր եւ շատ կարեւոր էր։ Այո։ Եվ Անկոնջորանից հազում եմ դուք խոսած։ Պարոն վարչապետ, ես իմ համար ամենա բնորոշիչ բանն է նա, որ հիմա քաղաքացիների մեջ ես հանգստություն եմ տեսնում եւ առաջին անգամ եմ ես այս չափով զգում, որ մարդիկ այդ էգզիստենցիալ գոյաբանական խնդիրներից ավելի քիչ են խոսում եւ սկսել են խոսալ նորմալ երկրներին զարգացող նորմալ երկրներին վերաբերող օրակարգերից թոշակներ, ապահովագրություն, ճանապարհներ եւ այլն եւ ես տեսնում եմ, որ խաղաղությունը աշխատում է, այսինքն խաղաղությունը գետնի վրա սկսել է աշխատել ու դա հենց այս մեր այցերի ժամանակ ես դա տեսնում եմ ու իմ համար նաև միշտ էր հետաքրքիր վիճակագրություն, որ այսօր ես իմացա, որ 16 միլիոնի 16 պլյուս 5 միլիոնի ծրագրերով, որ օրինակ սահմանազատումից հետո այս 1.5-2 տարիների ընթացքում, ասենք օրինակ 54 կառուցված տներից 52-ը կարծեմ բնակավայր սահմանազատումից հետո է եղել։ Դա հենց քաղաքացիների արձագանքն է սահմանազատմանը, դա քաղաքացիների արձագանքն է խաղաղությանը։ Ինձ թվում է սա ամենաֆունդամենտալ բաներից մեկն է, ու այն որ մարդիկ էգզիստենցիալ խնդիրներից անցում են կատարում բնական խնդիրների, դա խոսում է մեր պետության որակի փոխակերպման մասին, որը շատ կարևոր է։ Համաձայն եմ, բայց էլ եկեք ասենք, որ շատ թիմակիցներ նաև քննարկումների ընթացքում էդ էին ասում, որ ոնց որ թե խաղաղությունը արդեն այնքան սովորական է դարձել, որ գուցե այդ մեր ուղերձը, որ խնամք է պետք տանել խաղաղությունը եւ մենք այսօր ինչ ենք խոսում եթերից դուրս, որ ասում ենք այո, խաղաղությունը փաստ է, բայց աշխարհը ցույց է տալիս, որ եթե ճշգրիտ չլինես, խաղաղությունը կարա շատ արագ վերափոխվի ուրիշ բանի եւ մեր շատ գործընկերներ անհանգստացած էին դրանով, որ ոնց որ թե հանրությունը այդ խաղաղությունը արդեն ընկալում է էլի ճանապարհի նման, չէ, երբ որ ճանապարհը քանդված է, անընդհատ մարդիկ տեսնում են քանդված է, երբ որ կառուցվում է, մի քանի օր ուրախանում են դրանով, մի շաբաթ հետո դա արդեն սովորական կյանքի անբաժանելի մաս է եւ տենց առանձնապես բան չի առաջացնում։ Չնայած ես էլ այդ մյուս կողմից այդ հանդարտությունը նաեւ ընկալում են որպես վստահություն իշխանության ասածին, որովհետև երկու տեսակետ կա, մենք ասում ենք խաղաղությունը հաստատված է, իհարկե պետք է հոգ տանել խաղաղության համար, բայց հաստատված է, եւ մյուս ուժերն ասում են չէ, հաստատված չի, բայց այն զգացողությունը մարդկանց մոտ, որ խաղաղությունը հաստատված է, այդ նշանակում է, որ իշխանությունն է վստահելի աղբյուրը, բայց մենք էդ էլ ենք ասում, որ խաղաղության նկատմամբ պետք է հոգ տանել, որովհետև հակառակ դեպքում ինքը կարող է քայքայվել եւ հենց այդ առիթով պարոն Պապիկյան ձեր տպավորությունները։ Շնորհակալ եմ պարոն վարչապետ, իրականում ես էլ պիտի անդրադառնամ ինձ համար նախկինում անսովոր մի պատկերի, ես հանդիպել եմ այս 2 օրվա ընթացքում հանգիստ ծնողներ։ Ճիշտ է, դա։ Ծնողներ, ովքեր լարված չեն, ու քանի որ աշխատանքի բերումով ես մարդկանց հետ ավելի քիչ եմ շփվում, քան նախկին պաշտոնների բերումով, նաև աշխատանքի որոշակի գնահատական եմ լսում, անհամեստ չհնչի, շնորհակալություններ բազմաթիվ, որ տղաները ծառայում են, ամեն ինչ լավ է, ընդ որում տարբեր զորամասերում։ Ինձ համար դա նույնպես կարևոր ցուցիչ էր, էլ չեմ ասում ուրախալի է, որ Պաշտպան հայրենիք ծրագրով մարդիկ շարունակում են ավելի հետաքրքրված լինել։ Մանավանդ դա տեսանելի էր իհարկե Տավուշի մարզում։ Հետաքրքիր է, որ Տավուշի մարզի սահմանային բնակավայրերի բնակիչները շատ են հետաքրքրված այդ ծրագրով ու շատ ավելի հանգիստ են վերաբերում ծառայությանը, քան նախկինում էր։ Սա շատ կարևոր եմ համարում ու սա նույնպես խաղաղության օրակարգի մաս է, բայց անհանգստանում եմ, որ մարդիկ այդքան
հանգիստ են վերաբերում նրան, որ խաղաղությունը ամբողջությամբ ձեռք բերված է, այլ կարիք կա, որպեսզի նրանք դրան վերաբերվեն ավելի ուշադիր, ավելի հոգատար։ Այդ բացն եմ տեսնում, որը պիտի մենք անընդհատ մարդկանց հետ աշխատենք, կոմունիկացնենք եւ բացատրենք, որ հոգացության կարիք ունի խաղաղությունը։ Տիկին Մակունց, այս արդեն որ մի քանի դեպք եղել է, ուզում եմ don't take it for granted հայերեն թարգմանեմ, չեմ կարող թարգմանությունը գտնեմ դա, այսինքն չէ, էլի դե այդ բառացի թարգման, ոնց որ օդի ծնգածի, այսինքն այսինքն խաղաղությունը մենք չպետք է ընդունենք, որ ինքը առավել եւս խաղաղության համաձայնագիրը ստորագրված չի եւ այլն, բայց իր նկատմամբ հոգ տանելը այդ շատ կարևոր process է։ Տիկին Ջուլհակյան, հա, չէ, մի հանգամանք, որովհետեւ դուք հետո ինձ ասցիք Ալավերդիում ավտոբուս բարձրանալուց առաջ զույգը որ մոտեցավ, որոնց որդին ծառայում էր եւ սոցիալական խնդիր էր բարձրացնում, հետո Պապիկյանը երբ որ խոսել էր իրենց հետ, հուշել էր, որ իրանց ծառայող տղան կարող է պաշտպան հայրենիացով պայմանագրային դառնա, ինչը եւ ատեստավորվի այդ պարագայում իրենց սոցիալական վիճակը էականորեն կբարելավի, որովհետեւ ատեստավորվելու դեպքում ընդհանուր մինչեւ 500, 600, 700 հազար դրամ կարող է վարձատրություն ստանալ։ Ես այդ պահին չմտածեցի այդքան, բայց խոսել եմ առաջարկել։ Այսինքն դուք առաջարկեցիք։ Ես առաջարկել եմ որոշումը իրենց։ Էս էլ է կարևոր, հասկանում եք, մարդը ըստ էության հանապազորյա հացի խնդիր է բարձրացնում, բայց լուծումը մի ձեռքի երկարությամբ, այսինքն պետք է ձեռքը պարզել, հա, ձեռքը պարզել եւ այդ լուծում, եւ դա օգնություն չի, եւ դա սոցիալական աջակցություն չի, դա աշխատանք է, որ մարդը պետք է անի։ Ու սա շատ կարևոր է։ Տիկին Ջուլհակյան, ձեր տպավորությունները։ Ես նույնպես շատ մեծ էներգիա եմ տվել քաղաքացիների հետ եւ կարծում եմ իրականում գործընկերների են մտահոգությունը, որ խաղաղությունը կարծես թե արդեն մարդիկ ընկալում են, որ հենց այդպես էլ պետք է լիներ եւ արդեն այլ հոգսերից են ավելի շատ խոսում։ Պետք է ասեմ, որ քանի որ այս երկու օրերի ընթացքում ենք տարբեր մարզերում եւ տարբեր համայնքներում ենք գտնվել, ես տարբերություն նկատել եմ մարզից մարզ եւ մասնավորապես համայնքից համայնք։ Եվ այսօր մասնավորապես նոյեմբերյանում, որը հենց սահմանին մոտ է, մի քանի կնոջ հետ եմ զրուցել, որոնց հենց հարցնում էի, թե ինչ սոցիալական խնդիրներ ունեն, ինչ է իրենց մտահոգում։ Ինձ ասացին, մենք ոչ մի խնդիր չունենք, մենք կարևորում ենք խաղաղությունը։ Հետևաբար ինձ մոտ տպավորությունը այն է, որ որքան հեռու սահմանից այնքան գուցե խաղաղությունը որպես առաջնահերթություն հետևվում եւ մարդիկ ավելի քիչ բան են տալիս, կարևորություն են տալիս դրան իրենց առաջնահերթությունների մեջ, բայց որքան մոտ են սահմանին, իմ տպավորությունը եղավ այն, որ իրենք հենց իրենց ամենակարևոր ձեռքբերում համարում են խաղաղությունը։ Մեկ այլ բան նաև ինձ համար այս այցերը կարևոր է նրանով հասկանալու համար, թե քաղաքացիները մեր կողմից իրականացվող ծրագրերը որ ինչպես են որքանով են նախ տեղեկացված, ինչպես են իրենք ընկալում եւ այն էր իմ ընկալումը, որ տեղեկացված են ամբողջությամբ, օգտվում են եւ շատ գնահատում են սոցիալական խնդիրներ բնականաբար ամեն վայրը ունի իր առանձնահատկությունը, Ալավերդիում մասնավորապես գնահատում էին այն, թե կառավարությունը ինչ որակով եւ արագությամբ արձագանքեց բնական աղետին եւ ըստ էության դա շատ տպավորիչ էր, շատ տպավորիչ էր, քաղաքացիները ասում են, որ իրենք հասկացան վերջապես, որ իրենց թիկունքում կա պետություն եւ իրենք պաշտպանված են, այսինքն իրենք անվերջ են, եթե իրենք բախվեն բնական աղետի, իրենք հիմա հասկանում են, որ կա պետություն, որը իրենց օգնության է հասնելու, սա նույնպես ինձ համար շատ կարեւոր էր։ Առհասարակ քաղաքացիների կողմից ստացված ֆիդբեքը շատ կարեւոր է, մեր կողմից իրականացվող թե ռեֆորմների, թե ոչ ռեֆորմային, բայց այս նման ծրագիրը իրականացնելու հարցում շատ տպավորված եմ։ Իմիջիալոց ասեմ Ալավերդուց այդ տպավորությունը, որ շատ արագ ստացվեց, թե ինչ էական է, որ
որ մտնում ես ու զգացողություն ունենա, որ օգնությունը հասել է, հասցեա տիրոջը։ Այդ միանգամից արագության մեջ, ասենք կես ժամից մենք մտանք, սկսեցինք քայլել, արդեն այդ զգացողությունը, որ օգնությունը ճշգրիտ հասել է տիրոջը, եւ ոչ մեկը չի մտածում, որ օգնություն պետքա տային X, բայց տվել են X-5 կամ X- ինչ-որ բան, այդ շատ կարևոր զգացողություն է։ Այնտեղ ես գիտեմ, 1-2 դեպք կա, երբ որ սեփականության փաստաթղթերի հետ խնդիր կա, պարոն Սանոսյան, հիշում եք, այդ գոնե 1-2 դեպքը ես էլի նամակները ստանում եմ, բայց այդտեղ լուծման չգիտեմ, խնդիրներ կա, որովհետև դա փաստացից է իրանց սեփականությունը չի, անտառային կարգավորվեց ավելի շատ դեպքերը, հնարավորինս կարգավորվեց։ Շատ լավ, պարոն Ալեքսանյան, ձեր տպավորությունը։ Պարոն վարչապետ, իրականում մի կարևոր արձանագրում ունեմ ու մի խնդիր էլ վերջում կարձանագրեմ, էլի։ Կարևոր արձանագրումը հետևյալն է. առաջին անգամ իրականում մեր ստացվել է այնց, որ մեր բազմաչարչար ժողովուրդը չի չարչարվում։ Ամբողջ աշխարհում ինչ որ արունահեղություններ են, պատերազմներ են, մարդասպանություններ են, այնտեղ հրթիռներ են ընկնում, չգիտեմ ինչ ասես տեղի է ունենում, մեր բազմաչարչար ժողովուրդը չի չարչարվում։ Մեր բազմաչարչար ժողովրդի արյունը չի հեղվում ու հենց իսկ մա քաղաքական դաշտի մոտ շոկ է սրանից, որ հենց աշխարհում ինչ ասես կատարվում է, բայց մեր ժողովուրդը հենց սեփականության վկայական, ապահովագրություն, թոշակը 10,000, 15,000, իմ այսքան է բարձրացել իմ թոշակը, այս մեկին է այսքան, ասես մարդկային կյանքով են ապրում։ Ու ես ուղղակի Բայց ես կներեք, ես տպավորություն ունեմ, որ այս միջազգային իրադրության հետ կապված մեր ընդդիմության եւ փորձագիտական որոշ շրջանակներ համ հացուտելն են թարգել, այդ կապակցությամբ համ ջուր խմելը, որովհետեւ մենք շատ մեծ քննադատության ենք արժանանում, որ ինչի ենք սնվել։ Թե միջազգային իրադրությունը այդպեսին է, սնվել ենք, ես կարծում եմ լավ էքսպերիմենտ կլինի, որ ասենք մյուս շաբաթ կշռենք մի հատ, տեսնենք մեր ընդդիմադիր գործիչները տենց բան են, քուրց են հագել եւ ծոմ են պահել եւ ընդ որում 4 ծոմ, ջուրել չեն խմել եւ բան, այսինքն ես սենց եմ հասկանում, այդ կարձանագրենք, որ վերջին 2 օրերին մեր ընդդիմությունը եւ փորձագիտական որոշ շրջանակներ չեն ուտում հաց, այդ թվում իրանց սովորական սև խավիարը եւ բանը եւ բանը, չգիտեմ, ինչի քյաբաբը չեն ուտում եւ այդեն ցնցումների մեջ են ընկել, որ մենք ասենք օրինակ կարկանդակ կարանք ուտենք կամ եգիպտացորեն։ Դե մեր ավտոբուսից էլ են ցնցումների մեջ ընկել, պարոն վարչապետ, տենց չգիտեմ, երևի ենթադրում մեր ավտոբուսի վիդեոները նայում են իրանց մայբախներում տխրում են, ինչև է, բայց մի ասի որ մի խնդիր էլ եմ արձանագրելու, խնդիրը ձեր հազն է, պարոն վարչապետ։ Ձեր լայվի կոմենտները նայում եմ, ամեն երկրորդ կոմենտը ձեր հազի մասին է։ Ինձ թվում է, սիրելի դիտողներ, սիրելի քաղաքացիներ, ամբողջ ավտոբուսով այս հարցը կքննարկենք, կփորձենք մի Թե իրականում ես այդ տեղեկացնեմ, որ բժշկի հսկողության տակ եմ, բուժումներ ընդունել եմ, նույնիսկ այն օրը մագնիսա ռեզոնանսային տոմոգրաֆիա եմ անցել եւ այլն, բայց այսինքն ոչ մի պաթոլոգիական պատճառ չկա ըստ ամենայնի ներքաղաքական իրավիճակից։ Տենց ուրիշ պատճառ չկա, այսինքն նկատի ունեմ այն չի, որ բան տենց ամփույթ թողած է, դեղեր եմ խմում եւ այլն։ Իմիջայլոց բժիշկը հիշեց, որ հեղափոխությունից հետո էլ տենց երկար ժամանակ ինչ որ շատ դժվար անցավ։ Բայց ես գիտեմ, որ բանում ասել եմ, Աբու Դաբիի ամեն քաղաքական process-ների հետ է կապված։ Խնդրեմ պարոն Հարությունյան, ձեր ճիշտ է դուք համայնքներում այսօր չեք եղել, բայց հետաքրքիր է հետևել եք ինտերնետով։ Չէ, ճիշտն ասած, այսօր շտաբի աշխատանքներով է զբաղված պարոն վարչապետ, որովհետև իրականում դեռ 3 ամիս կա, բայց ընդամենը 3 ամիս կա եւ կենտրոնական շտաբի աշխատանքների համակարգման հարց կա, դրանով է զբաղված, նաև քաղաքացիները հարցնում են, թե ուր
կարող են դիմել, որպեսզի իրենք էլ նախապատրաստվեն մեր թիմի հետ ընտրություններին, հիմա շտաբերն ենք պատրաստում, որպեսզի այդ գործառույթը իրականացնենք, բայց մի հատ լավ բան եմ ուզում ասել։ Մենք խոսում ենք ճանապարհներից, որ ասում ենք սովորական են դառնում, գունագեր դպրոցներից, որ սովորական են դառնում։ Հիմա Հայաստանում ընթանում է Եվրոպայի հրաձգության առաջնությունում մենք ունեցել ենք մեդալ, Լիլիթ Մկրտչյան դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Մի րոպե ընկերներ, այստեղ կարևոր հետ ենք մնացել կյանքում։ Մենք հրաձգության Եվրոպայի չեմպիոն ունենք, մի հատ բուրըն ծափեր։ Երևանում բուրըն ծափերով ողջուն ենք։ Եվ արծաթե մեդալ։ Գոհար Արությունյան արծաթե մեդալ, Լիլիթ Մկրտչյան ոսկե մեդալ։ Լիլիթ Մկրտչյան ոսկե մեդալ, մի հատ էլ ծափ է եւ Գոհար Հարությունյան արծաթե մեդալ։ Դա մի անգամ պատտած լավակը։ Բայց դեմ չենք, թող սովորական դառնա, չեմպիոն դառնալ։ Տիկին Գալյան, քաղաքական գործընթացներին ինչքան հիշում եմ, տենց նկատի ունեմ առաջի անգամ տենց ընտրական մերձ կուսակցական ինչ տպավորություն եւ այս համայնքային երեք մասնակցում եք, հասկզբից մասնակցեցիք հետո ինչ տպավորություններ ունեք։ Մարտական, եթե խոսքը ներ կուսակցական քարոզարշավի մասին է, պատրաստ հատիկ առ հատիկ կերելու յուրաքանչյուր պատվիրակի սիրտը։ Յուրաքանչյուր ընտրողի պատվիրակ։ Հետո արդեն նաև պատրաստ կերելու յուրաքանչյուր ընտրողի սիրտը։ Ինչ վերաբերում է ժողովրդի հետ շփումներին, ապա միշտ դրանք տրամադրող են, մոտիվացնող եւ պատրաստող ավելի խիտ ծանրաբեռնվածությամբ աշխատելու, բայց ես ինձ համար մեկ հետաքրքիր արձանագրում արեցի, որ շատ քիչ էին քաղաքացիները, որոնք բարձրացրեցին օրինակ արդարադատության ոլորտի հետ կապված խնդիրներ, երկու դեպք եղավ, որ մոտեցան եւ խոսեցին ավելի շատ բովանդակության մասին եւ ոչ թե պրոցեսների։ Իհարկե սա բնավ ինձ համար չի նշանակում, որ մեր երկրում այդ ոլորտում ամեն ինչ լավ է, բայց ամեն դեպքում օգտվելով առիթից ուզում եմ վստահեցնել, որ առաջիկայում մենք հստակ ժամկետային դատավարական պրոցեսներ ենք ունենալու, որպեսզի քաղաքացիները հստակ իմանան, թե իրենց գործիքնությունը ինչքան է տևելու։ Եվ այդ Այսինքն հիմնական փողոքները էլի ձգձգումներից են, հա։ Փողոքները գոնե թե 1 տարի առաջ կամ 2 տարի առաջ գործերի քննության ժամկետների տևականությունից էին գալիս, արդեն նկատում ենք, որ բողոքների ալիքը պակասել է, որովհետև շատ դատարաններում ծանրաբեռնվածության խնդիրը կարելի ասել հաղթահարված է, եւ մենք գնալու ենք այն ճանապարհով, որ բոլոր դատարաններում այդ խնդիրները հաղթահարենք։ Քաղաքացիները ավելի շատ խոսում են սոցիալական խնդիրներից, այսինքն մենք ականատես եղանք ավելի շատ պարզաբանող հարցեր են ուղղում առողջապահության ապահովագրությունից, խոսում են թոշակներից, հնարավոր զարգացումներից եւ այլն, եւ մի բան ինձ համար ակնհայտ է, որ եղածից նահանջը անթույլատրելի են համարում, այսինքն դեպի հետ քայլը եւ խաղաղության համատեքստում եւ կայունության համատեքստում մեր քաղաքացիների համար բացարձակ անընդունելի է եւ դա է պատճառը երևի, որ իրենց հույսը նաեւ կապում են մեզ հետ։ Ինձ համար անչափ ոգևորիչ է այս իմ ընկալումը եւ նաեւ ավելի մեծ պատասխանատվություն ստեղծող իմ առաջիկա աշխատանքները կազմակերպելու համատեքստում։ Շատ լավ։ Տիկին Ղազարյան, ձեր տպավորությունները։ Շատ դրական, միշտ ես սիրով եմ վերադառնում իմ սիրելի հայրենի մարզը, Տավուշի մարզ, եւ շատ ոգևորված եմ տեսնել հատկապես իմ գյուղում 16 միլիոնի ծրագրի շրջանակներում կառուցված տների քանակը եւ Թաղամասեր։ Այո, թաղամասեր։ Եվ ես նամակներ եմ շարունակաբար ստանում հենց այս պահին էլ, որ ել են ուզում, որպեսզի այդ ծրագիրը վերանայվի, պարոն Սորոսյանի հետ ենք խոսել այդ մասին։ Եվ իհարկե շատ ուրախ էի վերադառնալ Ոսկե Պարի եկեղեցին եւ ի հեճուկս մեր սիրելի Գառնիկի վստահել եւս մեկ անգամ տեսնել եկեղեցին։ Ոչ թե հեճուկս, այլ շնորհիվ մեր սիրելի Գառնիկի, որ այո, շոշափ տեղում էր մոնվարել, աղոթել եւ վերջո եկեք չմոռանանք ու մենք պարտական դրա համար եւ վերահաստատել, թե որքան կարեւոր է եկեղեցու նորոգման օրակարգը եւ չմոռանալ եւ չշեղվել եւ մեր քաղաքացիներին հիշեցնել, որ այս առաքելությունից մեկ հետ չենք կանգնելու եւ շարունակելու ենք, որովհետեւ մեր ինքնության անբաժանելի մաս կազմող հայ առաքելության կարիքը։
Ես լրացնեմ գործընկերներից, որպեսզի չկրկնվեմ, որևէ քաղաքացի այս 2 օրերի ընթացքում չի բարձրաձայնել անվտանգության հարց, չի ասել մենք մեզ անվտանգ չենք զգում հանրապետությունում, որևէ քաղաքացի չի բարձրաձայնել ինքնության կորստի հետ կապված հարց, այն ինչ որ ընդդիմությունը անընդհատ աղաղակում է, մենք այսօր էլ եղանք սահմանամերձ համայնքներում եւ այդ համայնքներում մենք տեսանք զարգացող համայնքներ, տեսանք ավելացող տներ եւ ընտանիքներ, բնակչություն, ինչը շոշափելի է այս խաղաղության օրակարգի առումով։ Մի արձանագրում էլ անել, ուզում եմ անեմ, մեր այս ուրախ ավտոբուսի երթևեկը փաստորեն դարձել է հանրապետության թիվ 1 թեման եւ եթե ընդդիմությունը խոշորացույցով հետևում է մեր երթևեկին, որպեսզի մի խնդիր գտնի եւ սեփական դատակ օրակարգը լցնի դրանով, ապա մեր սիրելի քաղաքացիները հետևում են, որպեսզի տեսնեն արդյոք մենք իրենց մարզ ենք գնում, արդյոք մենք իրենց համայնք ենք գնում եւ շատերն են գրում, որ մենք այսինչ համայնքում ձեզ ենք սպասում, երբ որ տեսնում են իրենց մարզում ենք։ Ուզում եմ ներողություն խնդրել այն քաղաքացիներից, որոնք սպասում են մեզ, բայց հասկանալի է, որ ժամանակը կարճ է, չենք հասցրել, բայց անպայման լինելու ենք բոլոր համայնքներում շուտով, էս է ուզում նաև ասել, եւ շնորհակալություն շատ ջերմ ընդունելության համար բոլորիդ սիրելի քաղաքացիներ։ Հիմա Տիկին Իշխանյան, երիտասարդական կառույցի հայացքով ոնց է այս ամեն ինչը։ Հենց դրա մասին եմ ուզում խոսել, որովհետև շատ հաճելի էր, երբ որ Իջևանում ու նաև Նեմբերյանում լոֆթը տեսանք, որովհետև տարիներ առաջ օրինակ Թուվյալ մարզի երիտասարդները դժվար այդպիսի կառույց։ Իջևանում իհարկե փակ դռներ հետո տեսանք, բայց օրինակ Նեմբերյանում շատ տպավոր չէր, թե դիզայնը ամբողջ ներսի, նաև որ նշեցին նաև տարբեր գործիքները ուղղացնելու են, որպես նաև նվագեն այնտեղ, ու հետո նաև գործիքը չէր հասել, թե նվագենք մի։ Ու նաև Ալավերդիում հետո մի շարք երիտասարդներ մեզ մոտեցան, բայց ավելի տպավոր էր Մարտաներ ինձ համար Ալավերդիում, ու չթակով որպեսի կատարեց։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Տիկին Ավանեսյան, դե արդեն իհարկե զգացվում է, որ մարդիկ զգացել են առողջության ապահովագրությունը եւ կարծում եմ, որ իսկապես հիմա դրական էս պոզիտիվի մի շատ, այսինքն համենայն դեպս պոզիտիվի մեջ այդ առողջության ապահովագրությունը, նաև որ մեր սիրելի թոշակառուները հենց ավելի հանգիստ են զգում իրանց, մենք իրանց իհարկե ասում ենք, որ հույս ունենք, որ դուք չեք ունենա դրա կարիքը, բայց ամեն դեպքում, քանի որ կա, բայց դա մի ուրիշ ապահովության զգացում է, պարոն վարչապետ, եւ դրա մասին էլ էին խոսում, որ սոցիալ-հոգեբանական շատ կարևոր բան է փոխվում։ Հազար ներողություն, բայց թոշակառուների մասին ենք ասում, բայց բոլորս էլ այդ վիճակը ծանոթ է, որ մենք մտածում ենք մեր ծնողների հետ կապված, որ մի խնդիր են չլինի եւ այլն, ոնց ենք լուծելու։ Այսինքն մենք ես կարծում եմ թոշակառուների հանգստությունը իրանց զավակների հանգստությունից է նաեւ գալիս, որ գիտեն, որ այդ հարցը ինչ որ Ես մի բան էլ էի ուզում ավելացնել, պարոն վարչապետ, ես շատ այսօր նաև լսեցի, որ հենց բուժօգնությունը, որ իրանց մոտ են ստանում, Իջևանում, Նոեմբերյանում, Վանաձորում, գոհ էին նաև, որ իրենց մոտ շատ ավելի լավ բուժօգնություն են ստանում եւ նաև նշում են, որ այն ամբուլատորիաները, որ հիմա կառուցման ընթացքում են Կողմում, Այրումում, դա էլ է շատ կարևոր, որ շատ բաներ չեն գալու Երևան, այսինքն համ էլ ֆիզիկապես է հասանելի լինելու եւ ֆինանսապես է հասանելի ու այսօր մեր շատ հարգարժան այն տարիքով անձը այնքան լավ բացատրեց, որ ապահովագրության արդյունքում նաև իրանք այլ բաները կարողանում են շատ ավելի լավ հոգան, որովհետև ֆինանսական շատ մեծ բեռ ընտանիքից դուրս է եկել, այսինքն ընդհանուր կյանքի որակը փոխվում է։ Եվ իհարկե, որ խոսում ենք, երեք ես ամփոփել եմ 300,000-ից ավել անձ ստացել է ապահովագրության շրջանակներում այս 2 ամսվա ընթացքում ծառայություններ։ Բայց այսօր մենք արդեն անհատապես տեսնում ենք, որ մեկը տեղաստացել է, մեկը վիրահատվել է, մեկը պատրաստվում է։ Եվ սա իհարկե ամենակարևոր ձեռքբերումն է, ու բայց պիտի շարունակենք։ Մի բան էլ ընդհանուր զգացողություն, պարոն վարչապետ, որ մեր ժողովուրդը այսօր քաղաքացիները մեզնից արդեն հաջորդ 5 տարվա շատ կարևոր բաներ էին ակնկալում, վստահությամբ, որ մենք լինելու ենք մեծամասնություն, սահմանադրական եւ այն խնդիրները, որ բարձրացնում են, հույսը մեզ հետ են կապում, որ մենք դրանք հերթով լուծելու ենք։ Այո, մենք քաղաքացիներից
չեն գել թաքցնում, որ առաջիկա խորհրդանական ընտրություններում պարզապես մեծամասնություն ունենալը այս իրավիճակում բավարար չէ եւ մենք ակնկալում